Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ժնևում հանդիպում է անցկացրել ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Հանգամանալից տեխնիկական քննարկումները Գրոսիի խոսքով տեղի են ունեցել ԱՄՆ-ի հետ նախատեսվող բանակցություններին ընդառաջ։ Փետրվարի 17-ին Ժնևում կկայանա Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը կրկին Օմանի միջնորդությամբ։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է փոխզիջումների գնալ իր միջուկային ծրագրի հարցում պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Նրա խոսքով, որպես փոխզիջման կամքի ապացույց Իրանը կարող է քննարկել 60% հարստացված ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հարցը։ Նա եւս մեկ անգամ կրկնել է համաձայնագրի հասնելու համար հարկավոր է կենտրոնանալ միայն Իրանի միջուկային ծրագրի վրա, բանակցություններում չներառել հրթիռային ծրագիրը եւ Իրանից չպահանջել ուրանի հարստացման լիարժեք բացառում։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Վաշինգտոնը ցանկանում է հասնել խնդրի բանակցային կարգավորման։ Ոչ ոք չի կարողացել Իրանի հետ հաջող գործարք կնքել, բայց մենք կփորձենք, ասել է նա։ Իսկ տարածաշրջանում ամերիկյան ուժերի տեղակայումը Ռուբիոյի խոսքով նպատակ ունի պաշտպանել այնտեղ գտնվող ամերիկյան ուժերը, եթե դրանց որևէ վտանգ սպառնա։ Թեմային անդրադարձել է նաև Իսրայելի վարչապետը։ Բենյամին Նեթանյահուի խոսքով համաձայնագրով ԱՄՆ-ն պետք է պահանջի, որ Իրանը երկրից դուրս բերի հարստացված ուրանի պաշարները, ուրանի հետագա հարստացումը պետք է արգելվի, իսկ Թեհրանի հրթիռային ծրագիրը պետք է սահմանափակվի։ Ժնևում փետրվարի 17-ին եւ 18-ին բանակցություններ տեղի կունենան նաեւ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Ըստ Կրեմլի խոսնակի կքննարկվի հարցերի ավելի լայն շրջանակ, քան Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ։ Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները։ Ռուսաստանի Բելգորոդի մարզը զանգվածային գնդակոծության է ենթարկվել։ Լուրջ վնաս է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Բրյանսկը նույնպես զանգվածային հարվածների է ենթարկվել։ Փետրվարի 15-ին մարզի երկնքում խոցվել է ավելի քան 170 ուկրաինական անօթաչու։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը հայտնել է փետրվարի ընթացքում ուկրաինական 12 բնակավայր գրավելու մասին, այդ թվում Սումիի եւ Խարկովի մարզերում։ Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածների մասին հրթիռների եւ ԱԹՍ-ների կիրառմամբ։ Իր հերթին եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցային սեղանի շուրջ ավելի շատ բանի է հասնում, քան մարտադաշտում, ինչը մեծ սպառնալիք է։ Նրա խոսքով Ռուսաստանը շատ մեծ առաջխաղացում չի գրանցել 2014 թվականի առաջնագծից այն կողմ, սակայն դրա համար մեծ գին է վճարել։ Միացյալ Նահանգները պատմության մեջ առաջին անգամ իրականացրել է փոքր միջուկային ռեակտորի տեղափոխում օդային ճանապարհով, ցույց տալով էներգիայի աղբյուրների արագ տեղակայման հնարավորությունը։ ԱՄՆ էներգետիկայի եւ պատերազմի նախարարությունները միջուկային ռեակտորը C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Կալիֆոռնիայի Մարջ ավիաբազայից տեղափոխել են Յուտայի Հիլ ավիաբազա, փորձարկման եւ գնահատման համար։ 5 մեգավատ հզորությամբ Ward 250 միջուկային ռեակտորը կարող է էլեկտրաէներգիայով ապահովել 5000 տուն։ Ռազմական նպատակներով այն կարող է ապահովել ռազմաբազայի էներգետիկ անվտանգությունը։ ԱՄՆ էներգետիկայի նախարարը եւ պատերազմի փոխնախարարը, որոնք ուղեկցել են ռեակտորը եւ դրա բաղադրիչները, այս իրադարձությունն անվանել են բեկումնային Միացյալ Նահանգների միջուկային էներգետիկայի եւ ռազմական լոգիստիկայի ոլորտների համար։ Ըստ Պենտագոնի հայտարարության, այս իրադարձությունը լիովին համապատասխանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությանը արդիականացնելու երկրի միջուկային ոլորտը։ Ռուսաստանը կտրականապես մերժում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերաբերյալ մեղադրանքները, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը նշել է, Մոսկվան նման մեղադրանքները համարում է կողմնակալ եւ անհիմն։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Նիդերլանդները հայտարարել էին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում սպանվել է հատուկ թույնի կիրառմամբ, ինչը Ռուսաստանի կողմից քիմիական զենքի մասին կոնվենցիայի խախտում է։ Մի քանի անկախ լաբորատորիա Նավալնիի ընտանիքի կողմից ներկայացված նմուշներում հայտնաբերել է էպիբատիդին, հարավամերիկյան գորտի մաշկից ստացվող խիստ թունավոր նյութ։ Նավալնին մահացել էր բանտում 2024 թվականի փետրվարին։ Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափում հողերի գրանցման գործընթաց սկսելու նախարարներից մի քանիսի առաջարկը։ Սա առաջին նման դեպքն է 1967 թվականի մերձավոր արևելյան պատերազմից ի վեր։ Այս որոշումը թույլ կտա Արևմտյան ափի հողերը գրանցել որպես պետական սեփականություն։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ հողերի գրանցումը կենսական անվտանգային միջոցառում է։ Պաղեստինի նախագահի գրասենյակը դատապարտել է այս քայլը, նշելով, որ սա օկուպացված պաղեստինյան տարածքների փաստացի բռնակցում է եւ նպատակ ունի անօրինական բնակավայրերի կառուցման միջոցով ամրապնդել օկուպացիան։ Պաղեստինի իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են արել միջամտել։
Խաղաղության խորհրդի առաջին նիստին անդամ երկրները կհայտարարեն Գազայի հատվածում հումանիտար ջանքերին եւ անկլավի վերակառուցման համար $5 միլիարդ տրամադրելու մասին հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի խոսքով անդամ երկրները նաեւ խոստացել են հազարավոր զինծառայողների ուղարկել միջազգային կայունացման ուժերի շրջանակում Գազայի բնակչության անվտանգության ապահովման համար։ Խաղաղության խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին։ Թրամփը կարծիք է հայտնել, որ խորհուրդն անսահմանափակ ներուժ ունի եւ կդառնա պատմության մեջ ամենաազդեցիկ միջազգային կառույցը։ Միևնույն ժամանակ Գազայի հատվածի իշխանությունները հայտնել են, որ փետրվարի 15-ին անկլավում առնվազն 11 պաղեստինցի է զոհվել իսրայելական ավիահարվածներից, կան նաև վիրավորներ։ 2025 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի միջնորդությամբ հաստատված հրադադարի ընթացքում Գազայի հատվածում ավելի քան 600 պաղեստինցի է զոհվել։ Ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 72,000-ը։ Հրադադարի խախտման համար Իսրայելը եւ Համասը մեղադրում են իրար։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։